Տեր Հիսուսը օրհնի բոլորիս, իր ներկայության մեջ ենք հավաքվել եւ խոսքը որ խոստումը որ ունենք, որ ասում է ես նրանց մեջ եմ, չէ, իմ անունովի հավաքվածների, ուղղակի ներկայությունը չի Տիրոջ միայն, այլ Տերը ներկա է իր գործով։ Որ Տերը որոշել է մեզ համար ներկա գտնվելով, որտեվ ասենց ասեմ, ով կարիք ունի, ով փափակ ունի, ով ծարավ ունի, ով հենց այդ նպատակով է Տիրոջ համար հավաքվել, Տիրոջ համար, Տիրոջ ներկայությամբ, Տերն էլ իրանց պիտի օրհնի։ Սուրբ Գրքում մի հատված կա, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար Աստված Հայրը վկայություն է տալիս, իհարկե այդպիսի վկայություններ այլ տեղերում էլ է տալիս, այլ դեպքերում էլ, բայց մենք տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եղավ ասենց ասած կատարելության օրինակը, այն անձը, այն օրինակը, մարդ օրինակը, որին Աստված հավանում է եւ շատ է հավանում։ Ինչպես ինքն է ասում, իր ամբողջ բարեհաճությունն է։ Այսինքն որևէ մի բան չկա, որ որևէ հարցով այնպես չլինի, այլ ամեն ինչ Տերը, ինչ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ապրեց, արեց, ամբողջությամբ հաճելի էր իր հորը, ամեն ինչում։ Եվ հետաքրքիրը, ասենք, երբ որ ներկայացում է, որ Տերը եկավ Հովհաննեսի մոտ, որ մկրտվի եւ սկսի արդեն իր գործը, իր ծառայությունը, կարդամ ձեզ համար Մատթեոս ավետարանից 3-րդ գլխից 13-ից 17 համարը, հենց այդ ժամանակ Աստված Հայրը երկնքից վկայություն տվեց, բայց ոչ միայն Աստված, նաև Սուրբ Հոգու չէ, աղանակերպ իջնելն էլ վկայություն էր եւ նշան։ Եվ ասում է այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու։ Եվ Հովհաննեսը արգելում էր նրան ու ասում. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, եւ դու ինձ մոտ ես գալիս»։ Եվ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետեւ այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»։ Այն ժամանակ թույլ տվավ նրան եւ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից եւ ահա երկինքը բացվեցավ եւ նրա համար եւ նա տեսավ Աստծո հոգին, որ վայր էր իջնում աղավնիի պես եւ գալիս նրա վրա։ Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում է. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»։ Հավանած որդին, այսինքն նրանք ովքեր որ պիտի հավանած լինեն, հաճելի լինեն Աստծուն, պիտի իր որդուն նման լինեն։ Աստված այդ չափանիշն է տվել, օրինակն է տվել։ Ուզում ես Աստծուն հաճելի մարդ լինել, նմանվի Քրիստոսին։ Ուրիշ կերպ չկա հաճություն Աստծո առաջին։ Միայն Քրիստոսի օրինակով նրա նման լինելով է։ Նրա վարմունքը, միտքը, գաղափարը, շարժառիթները, նրա գործելակերպը դա ունենաս։ Եվ այստեղ կուզեմ ուշադրություն դարձնել սրա վրա, որ Հովհաննեսը որ չէր ուզում որպեսի մկրտեր, որովհետև ինքը հասկանում էր ում հետ գործ ունի եւ դրա համար այսպես բաներ անում, բայց Տերը ինչ խոսեց, ասեց թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք։ Մեզ այսպես է վայելում, որ ամեն արդարություն կատարենք։ Այդ ումն է դա վայելում, որ ամեն արդարություն կատարի։ Դա է վայելուչը, դա է ճիշտը, դա է իրավացին, կարելի է այսպես նաև բառը փոխել։ Աստծո մարդուն, այո։ Աստծո մարդը պիտի Աստծո ամեն արդարություն կատարող մարդ լինի։ Դա է նրան վայելում։ Ուրիշ խոսքով չի սազում, որ Աստծո մարդը օրինակի համար ինչ որ հարցերում անտեսի Աստծո կամքը, կիսատ, պռատ, իմիջայլոց, ամեն կամքը կատարել, այսինքն Աստծո ամբողջ կամքը, ամեն ինչ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասենց ասած հաստատեց սա, որ անգամ եթե ես լինելով երկնքից եկած, բայց եթե Աստծո կամքը սա է մարդու համար, որ կատարվի, ես ընդունում եմ եւ հոժարված եմ, որպեսզի դա կատարեմ։ Անկախ ամեն բանի, թե դիմացինը ինչ է, ոնց է մոտենում։ Եվ սրա վրա կուզեմ, այո, ուշադրություն դարձնենք, որ մեզ դա է վայելում, ով Աստծո մարդ։ Նույնիսկ չի որ ինքը Տերը մենակ իր համար ասեց, ուշադրություն դարձրեցիք, ինքը ընդհանրացրեց, չէ՞։ Ասեց թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ,
Աստծուն ճանաչողներիս, Աստծուն սիրողներիս, Քրիստոսին ընտրած մարդկանց, մեզ վայելում է դա Աստծուն նազանդվելը ամեն ինչում, անվայելը, անվայելուչը կամ սխալը, այն Աստծուն, որ ասենք քեզ համար որդի է զոհաբերել, կյանք է դրել, կիսատ, պռատ, իմիջիալոս, թույլ սրտով, պակասություններով, ասենց ասած ջոկողություն անելով, էսի հա, էսի զորս չի գալիս, էսի գալիս է, կամ էլ թե չէ ինքնագլուխ ավելացնելով, պակասեցնելով, ինքնահնար բաներ ձևերով ինչ-որ բան անելով, Աստծո ամեն կամքը կատարել և Աստծո կամք կատարել, ոչ թե ուրիշ բան։ Եվ ցավոք սրտի, ասենք, այս հարցը մարդը միշտ չի, որ իր աչքի առաջ է դնում և ուշադիր է, որ հենց այդպես էլ լինի, և անգամ շատ հաճախ ինքը բավարարված է ինչ-որ միջինությամբ, ինքը բավարարված է ինչ-որ որոշակի բաների մեջ, ոնց որ ասած, իր հնազանդությամբ, այսինքն Աստծո ամեն կամքի հնազանդությունը մեզ պիտի բավարարվածություն բերի, որ ես իրոք այդ մարդն եմ, ես Աստծո մարդն եմ, ինձ այդ է վայելում, և եթե չկա, ես պիտի ջանք անեմ, աշխատեմ, չարչարվեմ, անհանգիստ լինեմ, ոչ թե ինձ համար օրինակի համար ինչ-որ բաների մեջ կարեցի, գործեցի, ծառայեցի կամ հնազանդվեցի, բայց բաց թողումներ լիքը ունեմ, կիսատ պռատներ ունեմ, ու ես ինձ համար բավարարված, լավ զգամ, մտածելով, որ Աստծուն հաճելի եմ, ես այսի արեցի, նենց արեցի։ Մի օրինակ կա Սուրբ Գրքում, որ նայում ես մարդը ուղարկվեց Աստծո կողմից, որպեսզի կոնկրետ գործ կատարի, և ինքը այդ գործից բավականին մեծ բան, մեծ մասը կարելի է ասենց որ տոկոսայինով գցենք կատարեց, բայց ընդհանուր բաներ կա, որ բաց թողեց և դա չկատարված համարվեց Աստծո մոտ, անհնազանդություն, բայց ինքը, խոսքը գնում է Սավուղի մասին, դուք արդեն երևի գլխին, բայց ինքը ասում է, երբ որ գնաց, արեց, վերջացրեց, իր համար եկել էր մի հատ փառքի, հաղթության կոթող էր դրել, որ ես հաղթեցի, ես կատարեցի, անգամ իր մասին ինքը այդ վկայությունը տվեց, Տեր Աստված ինչպես ուր ուղարկեց, գնացի, ինչ որ ասեց, արեցի։ Ինքը բավարարված էր իր արածի չափով։ Եվ անգամ այնքան բավարարված, որ իրեն հաղթող էր տեսնում, մեծարված էր տեսնում, փառավորված էր տեսնում։ Այն չափով, որ կարծես թե արել էր, բայց որ ամբողջը չէր արել, բայց եթե ամբողջը չի արվում, դա չարած է համարվում։ Հասկանում եք։ Նայից չի, որ մենք նույն ձևի ենք շատ հաճախ վերաբերվում կամ նույն զգացողությունն ենք ապրում, ինչ-որ Աստված մեր արածի հանդեպ։ Մենք կարող ենք մեր կիսատ պռատի համար ինչ-որ բաներով մեզ մխիթարել, ասենց ասած, փառավոր տեսնել, հաղթանակած տեսնել, կատարած տեսնել, հանգիստ լինել, բայց Աստված բավարարված չլինի։ Հենց դրա համար մենք պիտի նայենք, ես որ բավարարված եմ, արդյոք Տերը բավարարված է։ Ես ես գոհ եմ ինչ-որ իմ կյանքի ինչ-որ հարցերի հետ կապված Աստծուն ասա, արդյոք Աստված էլ հենց դες գոհ է ինձանից։ Հանկարծ խաբված չլինենք։ Եվ հիշեցնեմ այդ հատվածը, որ բանավոր մեջ բերեցի, առաջ Թագավորաց 15-րդ գլխումը ներկայացնում է, որ Տերը ուղարկեց Սավուղին, Վահուձվանից որոշված դատաստան կար Ամաղեկի համար, եթե հիշում եք, Ամաղեկը այն ազգն էր, ժողովուրդն էր, որ թույլ չտվեց, որ Եգիպտոսից դուրս եկած բաները, չէ, Աստծո ժողովուրդը, Իսրայելը անցներ իրանց միջով, ընդ որում իրանք ասում են, մենք ոչ պատերազմ ունենք ձեր հետ, ոչ էլ ձեր տարածքին աչք ենք տնկել։ Թող թույլ տվեք, մենակ մի հատ միջանցքով անցնենք, գնանք։ Անգամ ձեր ջրհորներից, որ օգտվենք, գումար կտանք, ձեր արոտավայրերից, որ օգտվենք, ինչ որ բանից գումար կտանք, մենակ թողեք անցնենք։ Իրանք չարություն արեցին եւ հակառակվեցին։ Եվ հիշում եք Հեսուի գլխավորությամբ, չէ, Իսրայելը հելավ պատերազմեց, բանել Մովսեսն էլ Ահարոնի եւ Ովրի հետ, չէ, բան Մովսեսը աղոթք էր անում, նրանք էլ օգնական էին։ Եվ հաղթեց Իսրայելը Ամաղեկին, բայց Աստված երդվեց։ Այսինքն հաստատեց իրան մի խոսքով, որ անփոփոխ էր, որ այդ ժողովուրդը պիտի վերացնի, բնաջիշ լինի իր այդ չարության հակառակության համար։ Մանավանդ որ դրանից հետո դրանք ընկան Իսրայելի ժողովրդի հետևից, իրանք անցան Իսրայելի ժողովուրդը, բայց ընկան այդ ժողովրդի հետևից եւ յետ մնացողներից, ընդհանուր բանակից, ընդհանուր ժողովրդից յետ մնացողներին վնաս տվեցին, սպանեցին, կոտորեցին։
Եվ Տերը խոսեց, որ պիտի դա ժամանակ գա, երբ որ գա արդեն ոնց որ այդ հնարավորությունը իրավիճակը պիտի դատաստանը իրականացվի։ Եվ 15-րդ գլխի 2-րդ խոսքը է ասում Սամվելին առաջի խոսքից կարողամ։ Ես Սամվելը ասաց Սաղոյին. Տերը ինձ ուղարկեց քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավորեցելու եւ հիմա Տիրոջ խոսքերի ձայնը լսիր։ Զորացները այսպես է ասում. Ես հիշում եմ ինչ որ Ամաղեկ ավարավ Իսրայելին, որ նրա ճանապարհը կտրեց եւ երբ նա դուրս է եկել Եգիպտոսից, եւ հիմա գնա եւ Ամաղեկին զարք եւ նրա բոլոր ունեցածը նզովեցեք եւ նրան չխնայես եւ մերցնես մարտից մինչեւ կին, երեխայից մինչեւ կատնակեր, արջարից մինչեւ ոչխար, ուխտից մինչեւ էշ։ Կոնկրետ հստակ ոնց որ ասած առաջադրանքը տրվեց։ Սա է իմ կամքը, սա պիտի իրականացնես։ Այս տեսնում եք Սավուղը գնաց, պատերազմեց, հաղթեց, Աստված հաղթություն շնորհեց, բայց խնայեց Ագագին, չէ՞ որ այդ ժողովրդի այդ բաններ, Ամաղեկի թագավորն էր եւ այդ ոչխարներից, արչարքներից լավագույնները, գերերին, պարարտներին, լավերին նորից խնայեց, բնաջինջ չարեց, բայց ըստ Տերը ասել էր նզովված են, բոլորին պիտի անիծես, այսինքն նզովես, բնաջինջ անես։ Եվ 10-րդ խոսքում ասում է, եւ Տիրոջ խոսքը Սամվելին եղավ ասելով. զղջացի, որ Սաղողին թագավոր եմ արել, որովհետեւ ինձանից ետ դարավ եւ իմ խոսքը չկատարեց։ Տեսեք, Աստծո մոտեցում, Աստված տրտմեց, տխրեց այն առումով, որ չնազանդվեց։ Բայց Սավուղի բանը, մոտեցումը, ասենց ասած, իր գործին, ոնց գնահատեց։ Եվ ասում է, ես Սամվելը տրտմեց, բոլոր գիշերը Տիրոջ աղաղակեց, ես Սամվելը առավոտ կանող վեր կացավ, որ Սավուղին դիմավոր է, եւ Սամվելին իմաց տվեցավ, ասելով Սավուղը եկել է Կարմեղոս, եւ ահա իր համար հաղթության կոթող կանգնեցրեց, եւ այնտեղից դառնալով անցավ իջավ Գաղգաղա։ Հաղթության կոթող էր, ինքը իրան տեսնում էր հաղթանակած, փառավոր։ Հետո որ շարունակության մեջ կարդում ենք, երբ որ Սավուղը Սամվելին տեսավ, այս ասես, Տերից օրհնյալ լինես, Տիրոջ խոսքը կատարեցի, ինչ որ ասել էր, ինչ որ ուղարկել էր, գնացի, ինչ որ ասել էր, արեցի։ Այսինքն ինքը համարում էր էդի բան, եթե ինքը բավարարվածը համարում է կատարված, Աստված էլ է համարում կատարված։ Բայց Տերը Սամվելը Տիրոջ ոնց որ ասած առաջնորդությամբ հանդիմանեց իրան, ապացույցներ դրեց նրա առաջին, որ բայց սրանք ինչ են, բայց թագավորը, բայց անասունները, եթե Տիրոջ խոսքն ես կատարես, սրանց համար հրաման չկար, որ դու պահպանեիր։ Բայց սրանք ինչ են։ Եվ ինքը ոնց որ ասած արդարացված համարեց, ինչ որտեղ իրան արդարացրեց ու արդարացված։ Այս պատճառով ես այդ բանը չարեցի, այսինքն ինքը մարդը թվում է թե որ ինչ որ պատճառներով, եթե ինքը ամբողջությամբ չի կատարում Աստծո կամքը, Աստված էլ ընդունում է, ասում է դե հա հասկացա քեզ։ Այս Սավուղի վիճակը շատ հաճախ մեր մեջ արտահայտվում է, ժողովուրդ ջան։ Այդ բավարարված վիճակը, որ մարդը կիսատ պրատ է իր աստվածապաշտությունը, հնազանդությունը, բայց ինքը շատ հանգիստ, հաջողված է իրան տեսնում, փառավորված, գուցե նա մի հատ էլ փառքի կոթող ունի իր սրտում կառուցած։ Ոնց որ ստեղ հաղթանակի կոթող էր բանը։ Որ ես Աստծունն եմ, Աստծուն ծառայում եմ, եւ ես օրինակի համար մեծ ապագա ունեմ։ Տերը ինձ խոստացել է, որ շատ բաներով, շատ մեծ օրհնություններով օրհնի։ Ուրեմն տեսնում եք, մարդու գնահատականը ուրիշ է, Աստծունը ուրիշ։ Եվ մենք հասկանում ենք, ասենց է, եթե ճշմարտությունն է, չկա, այսպես ասեմ, 99.9 եւ 9 կողը ճշմարտություն, կա 100% ճշմարտություն։ Եթե այն մի փոքր մասը խախտված է, այդ ընդհանուրը վերցած արդեն ճշմարտություն չի։ Եթե հնազանդությունը ամբողջական հնազանդություն պիտի լինի, ամեն ինչում պիտի լինի, այդ ոնց որ Տիրոջ հրամանն է, պահանջն է, այդ չափով, այդ լրիվությամբ, այդ ամբողջականությամբ, վերջ, սա է հնազանդությունը Տիրոջ առաջին։ Ոչ թե ինչ որ մի բան անեմ, ինչ որ չափով եւ ես բավարարվեմ։ Այսպես էր Սավուղը։ Բայց սա շատ վտանգավոր վիճակ է, ժողովուրդ ջան։ Նորից ասում, հիշեցնեմ Տիրոջ խոսքը, որ ասում է, մեզ այսպես է վարելում, որ ինչ անենք, Աստծո ամբողջ կամքը, ամեն կամքը կատարենք, ամեն ինչ որ Տերը ասել է։ Եվ ամբողջությամբ։
Եվ սա մեր համար այո, եւ հնազանդությունը, սա մեր համար եւ ասենք ապահովությունը, օրհնությունը, եթե օրհնությունը խոսեց իր որդու վրա, դա է իմ սիրելի որդին, որի վրա կա իմ հաճությունը, այդ հաճելի լինելու պատճառներից մեկը հենց այդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերմունքն էր հնազանդության հարցում։ Մեզ վայելումը ամեն կամքը կատարել, վերջ։ Էսի Աստծուն հաճելի, որ մարդը սենց է մտածում, այսպես է իր համար ընտրե։ Ինքը տեղ չի թողել, սենց ասած, զիջումների, թուլության, պակասությունների, կիսատ պռատության, իր ընտրությունը կատարյալ հնազանդություն է, գիտակցելով, որ էս է Աստծուն հաճելի եւ հնազանդվել հենց դա է նշանակում։ Չկա կիսատ հնազանդություն, չկա 90%-ով հնազանդություն, չկա ինչ-որ չափով հնազանդություն, ինչ-որ հարցերով, ինչ-որ բաներ բաց թողնված։ Ուրեմն Տերը մեզ օրհնի, ժողովուրդ ջան, եւ մանավանդ հատկապես որ նայում ես ասենք ասած այս վերջի ժամանակների համար տեսնում ենք որ մենք այն ժողովուրդն ենք եւ սուր գրքով եւ տարբեր մարգարեական վկայություններ որ անցնելու ենք մի ժամանակաշրջանի միջով ու ժամանակաշրջանում եղած իրավիճակների բարքերի միջով որ ասենց ասած որում չարությունը իր կատարելության պետք է հասնի։ Գիտենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը կգա այն ժամանակ, երբ որ ամբարիշտությունը կատարելության կհասնի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը կգա այն ժամանակ, երբ որ էլ սпасելու, համբերելու, երկայնամիտ լինելու կարիք չկա։ Անհրաժեշտություն չկա, էլ պետք չի։ Ինչու՞, որտեվ այն աշճանա, ոնց ասած, այդ չարությունը զորանալու, որ պիտի Տերը գա։ Պիտի նաև սա, որ ապաշխարություն անգամ կանգնելու է, այով չի լինելու։ Երբ որ բաների մասն է խոսում, դժվարությունների, մոլորությունների մասն է խոսում, որ այդ ժամանակ կլինի իր ժողովուրդը դրանց միջով կանցնի, աշխարհի վիճակի մասն է խոսում, ներկայացում է մի այնպիսի, ասենց ասած, բառերով կամ նկարագրով, որ աննախադեպ Եթե փորձություններ են, դժվարություններ են, հալածանքներ են, նեղություններ են, աննախադեպ, այսինքն նախադեպը չունեցող, այնպես չի, որ Աստծո ժողովուրդը քիչ փորձություններով է անցել, քիչ դժվարություններով է անցել, կամ այնպես չի, որ մոլորությունների չի հանդիպել, միշտ էլ եղել է, այնպես չի, որ աշխարհը իր, ասենց ասած, պղծությունով, չարություններով, ասենց ճնշում չի գործադրել աշխարհում եղող հավատացյալի վրա, որ հավասարակշռությունից ընկնի, մեղանչի, անիրավությանը ձեռք մեկնի, եղել է միշտ էլ, բայց երբ որ նկարագիրը ներկայացում է, որ սա գագաթնակետն է լինելու, չարության, չար ժամանակների գագաթնակետ է լինելու։ Հիշեցնեմ օրինակի համար Մատթեոս ավետարանից 24-րդ գլխից 21-ից կարդամ ձեզ համար 21-ից մինչև 24 խոսք է, այստեղ ներկայացնում աննախադեպ նեղություններ և աննախադեպ մեծ մոլորություններ, ասում է, որովհետև այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որ նմանը աշխարհի սկզբից մինչև հիմա չեղավ ու ոչ էլ երբեք կլինի, շատ ասում եք, ոչ առաջ է եղել, ոչ էլ հետո է լինելու, մենակ այդ ժամանակ է լինելու, և եթե այն օրերը չկարճեցվեին, ոչ մի մարմին չէր փրկվի, բայց ընտրվածների համար այն օրերը կարճացվեցին, այսինքն այդ ոչ մի մարմին չէր փրկվի, այսինքն կենդանի, ոնց որ ասած հավատացյալ չէր լինի, հետո ինչ է խոսում, այն ժամանակ, եթե մեկը ասե ձեզ ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ չհավատակ, որտև սուտ Քրիստոսն է, սուտ մարգարեներ վեր կկենան և մեծ նշաններ ու և հրաշքներ կտան, մինչև որ եթե կարելին էր ընտրվածներին էլ մոլորեցնեին։ Ուրիշտեղ այդ մոլորության մասին երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 10-11 համարներում խոսում է զորավոր մոլորություն, չէ, հիշում եք, զորավոր այդպես ասում, այսինքն շատ մեծ, շատ հզոր, այն աշճա, որ ասում է, եթե հնար լիներ ինչ, ընտրյալներին էլ կմոլորեցնեին, Աստված կպահի իր ընտրյալներին, բայց հեսա, որ այո, կամ աշխարհի հետ կապված ասում է, շատ անիրավությունը, պղծությունը շատ շատանա, անգամ մարդիկ կլինեն, որ այդ անիրավության, պղծության որ ասած միջավայրում լինելով
չեն կարողանալու իրենց հավասարակշռած պահել, հենց 13-րդ խոսքում մինչև այդ 12-ում ասում է անօրությունը շատանալու պատճառով շատերի սերը ինչ կլինի սառչի, բայց ով որ մինչև վերջ համբերի ինչ նա կփրկվի։ Այսինքն կազդեն, որ շատերի ընտրությունը փոխվի, թողեն Աստծո կամքը, թողեն սիրով վարվելը, չէ, սիրով խոսքը պատվին։ Վարվեն անիրավության, ոնց ասած, դեմ բան, դրանից ազդված։ Գուցե ատելով, անիծելով, ես չգիտեմ ինչ որ միջոցներ ձեռնարկելով։ Բայց էս է հարցը ժողովուրդ ջան, ուշադրություն դարձնեք ինչ եմ ուզում, որպեսզի մենք ուշադրություն բաննայինք։ Մենք պիտի հասկանանք, որ մենք ոնց որ ասած այդ դժվարություններով անցնող ժողովուրդ լինելով մեզանից որքան որ կատարյալ է չարությունը, մեզանից կատարյալ ընտրություն ու հնազանդություն է պետք պահանջվում։ Տիրոջ խոսքը ասում է Աստված իր ժողովրդին պատրաստ է ամեն շնորհք տալ։ Հռոմեացիս 5-րդ գլուխը ասում է որտեղ որ մեղքը շատանա, չէ՞, այնտեղ էլ Աստծո շնորհքը էլ ավելի պիտի շատանա։ Այսինքն շնորհքը միշտ գերազանց պիտի լինի, բարձր պիտի լինի, առավել պիտի լինի, քան թե մեղքի զորությունը։ Աստծո տված շնորհքը, որպեսզի տենց այդպես էլ ասում է, արդարությունը թագավորի։ Այսինքն մեղքը չկարողանա հաղթի։ Մեղքը ավելին չլինի, քան ոնց որ ասած, այն կարգի, որ տիրի, հաղթի, այլ Աստծո տված կարողությունը, Աստծո տված զորությունը արդարությամբ ապրելու համար ավելի զորավոր, քան թե բանը։ Եվ այդ Աստված ինքը պատրաստ է իր փառքի համար, իր ծրագրի համար մեզ զորացնել, մեզ ուժովցնել, բայց այդ ուժը, զորությունը, օրհնությունը, այդ պատրաստությունը այն մարդկանց կյանքում պիտի լինի, ովքեր իրոք կատարյալապես են ընտրել Աստծուն ազանդվել։ Իրանց ընտրությունը այդ հարցում կատարյալ են արել։ Իրանք գիտակցում են, հասկանում են, որ անես չի, որ մեզանից հեռու, մեզ չի պատահելու, մեզ հետ չի լինելու։ Մենք դրանց հետ չենք բախվելու, նենց դրանց հետ չենք առնչվելու, չէ։ Իրենք հասկանում են, հենց իմ հետ է լինելու եւ ես սրա հետ կապված հաշիվ պիտի տամ, հաշվարկ պիտի անեմ։ Ես արդյոք այն ինչ որ Սուրգիկը ներկայացնում է, որի հետ պիտի հանդիպեմ, ես հոժարված եմ այդ պայքարի մեջ, ասենց ասած, այդ ամեն ինչի դեմ կանգնելու, դրանց չզիջելու, նեղություն կլինի, հալածանք կլինի։ Հայտնության 13-րդ գլուխը որ կարդում ենք, տեսնում ենք ասում այնտեղ, չէ, ոմանց համար ոմանք սենց ներկայացնում են կրակով, չէ, մահով, այդ սրով եւ այլն, այսինքն ներկայացնում որ թույլ կտրվի այդ ժողովուրդը, որ այդ բաներով այդ բաները նրանց հետ պատահի։ Մեծ դժվարություններ է լինելու։ Մեծ նեղություն է դա անվանում։ Եվ հստակ ներկայացում է հաղթողների ընտրությունը։ Երբ որ կարդում ենք Հայտնության 12:11, ասում է նրանք հաղթեցին ինչպես խոսում է ինչպես գարան արյունով, չէ, այսինքն Քրիստոսի խաչի գործը վկայության խոսքով, այսինքն ինչ որ իրենց վկայվել էր, լսել էին, ընդունել էին, այդ խոսքը պահեցին, այդ խոսքին ազանդվեցին, այդ խոսքի հավատքով ապրեցին եւ իրենց անձերը սիրեցին մինչեւ հիմա։ Այսինքն տեղ չափը տալիս է մինչեւ հիմա։ Եթե քո անձը հոժարես, այսինչ ծրկանք, այսինչ դժվարություն, այսինչ հարցերի մեջ, ասենք, նեղություն քաշելու, բայց մինչև մահ հոժարչես չես հաղթելու։ Նրանք հաղթեցին, ովքեր իրենց անձը չսիրեցին, մինչև հիմա։ Այսինքն ամեն ինչ կորցնելու, անգամ կյանքը կորցնելու հոժարությունը, ընտրությունը։ Ինչու համար, որտեղ այդ ընտրությունը օգնում է, որ դու Աստծո կամք կատարելու մեջ մնաս։ Կուզեմ մի համար կարդամ, Պետրոս առաքյալն է ասում, Պետրոս առաքյալը առաջին նամակում 4-րդ գլուխ 1-2 խոսքում է դա ասում, տեսեք ոնց է ներկայացնում այդ ընտրություն ունենալը, անգամ ասում է զինվորվեք դրանով, այսինքն այդ մտքով զինվորը նշանակում է ոնց որ ասած ձերը դարձրեք, դրա մեջ ձերը այդ մտքով պայքարող, այդ մտքով գործող արեք։ Արդ Քրիստոս, որ մարմնով մեզ համար չարչարվեցավ, դուք էլ նույն մտքով զինվորվեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրենք մարմնում մնացած ժամանակը։ Իսկ եթե ուզում ենք Աստծո կամքի պես ապրենք այս մարմնում մնացած ժամանակի մեջ, ոչ թե մարդկանց ցանկության պես, ոչ թե նրանց կամքին հնազանդվելով, խոնարհվելով, կոտրվելով, զիջելով, այլ ինչ պիտի անենք, ասում է, այս մտքով զինվորվեցեք։ Ինչի, որ ոնց որ Քրիստոսը
չարչարվելու մտքով զինվորվեցեք, որ պատրաստ լինեք նեղություն չարչարան քաշելու, պայքար ունենալու։ Ասում եմ, որ մարմնով չարչարվողը ինչ մեղքից դադարեց, ու որ էլ չես այդ երբ որ համաձայնես չարչարանքի անգամ ոնց որ ասեմ մինչև հիմա չէ ընտրություն կատարեցին, այդ ժամանակ դու դրանով չես հնազանդում չարի ոնց որ ասած բանին, ասենք նրա առաջարկին, ծրագրին, որ ճնշման տակ, հալածանքով, նեղությունով, սուտ վարդապետությունով տարբեր ձևով ուզում որպեսզի իրեն հնազանդեցնի, այլ դու հոժարված ես այդ ամեն ինչը կրես չարչարվես, բայց մնաս ճշմարտության մեջ, տնես մնաս Տիրոջ հնազանդության մեջ։ Ուրեմն սա Տերը մեզ օրհնի, ժողովուրդ ջան, մենք նորից եմ ասում, շատ լուրջ բաներով պիտի անցնենք, եթե մեր ընտրությունը այսպես չլինի, որ Աստծո ամեն կամքը կատարելու ընտրություն ենք, եթե զիջելու տեղ ենք թողնում ինչ-որ ձևով, ասենց ասած, ինչ-որ բաներում չենք հոժարվում զրկանքի, դժվարության բանի, մենք չենք կարող Աստծուն հաճելի լինել, մեր ընտրությունը հենց արդեն Աստծուն հաճելի չի և չենք կարող հաղթող լինել։ Նրանք հաղթեցին, ովքեր իրենց ընտրությունը լիարժեք արեցին, այսինքն այնց ընտրություն, որ հաղթական ընտրություն է դա։ Ընտրության վրա էլ Աստված շնորհք է տալիս։ Եթե նես չի, որ դու ընտրություն չունես, մեկ էլ Աստված մարդուն ես իմ հզոր է դարձնում, շնորհալի ինչերով ասնելու, չէ, քո ընտրության վրա է Տերը։ Ասում է Տիրոջ աչքերը բոլոր երկիրն է դիտում, որ զորացնի նրանց, ում սիրտը ուղիղ է Աստծո հետ։ Ուղիղ սիրտ ունես, իրան նազանդվելու, իր կամք կատարելու, հոժարվել ես ամեն ինչի, Տերը քեզ կզորացնի։ Աստված օրհնի մեզ, սա է ուզում ձեզ հետ կիսվեի կարճ, թող Տերը օրհնի, որպեսզի մենք իրոք որպես Աստծո մարդ հենց Տիրոջ նման խոսենք ու մտածենք։ Մեզ վայելում է կատարելու Աստծո ամեն արդարությունը։ Ինչև վերջ, ամեն գնով անգամ։ Աղոթք անենք։